Ինչպիսին են խոյ կանայք, խոյ կանանց հետ երբեք տխուր չի լինում, նրանք բավականին կրակոտ կանայք են, վառ են, կրքոտ, իրական են, արդար, հեռավորության վրա զգում են սուտը, տանել չեն կարողանում սուտը, պահանջում են արդարություն, ինչ մտածում են, դա էլ մարդու երեսին, ասում են, մի հայացքով կարող են վարակել իրենց մագնետիզմով և շարմով, լիցքավորելով մարդկանց իրենց շուրջը, ուղիղ են խոսում առանց խաղալու և առանց դիմակների, կարող են մեկ-մեկ տաքանալ չնայած, նրանց համար, որ իրենց համար ցույց են տալիս, որ մեկ չէ, չեն կարող կիսատ սիրել երբեք, սիրում է ամբողջ սրտով, շուտ էլ սառում են, երբ գիրքը արագ կրակի նման հանգչում է։ Խոյկինը ընդհանրապես իրենից ներկայացնում է մեծ ուժ, չի վախենում երբեք դժվարություններից, չի թաքնվում պրոբլեմներից, կարող է շուտ նեղանալ, բայց դա ինքը կարող է պահել իր ներսում ձեզ ցույց չտար։ Եթե դուք նեղացնում եք խոյի մոտիկին, ուրեմն դուք պետք է քանի ուժ չփախնեք։ Հա? Դրա համար մի փոքր պետք է զգույշ լինել խոյերի հետ։ Խոյը բոմբի պես մի բան է։ Նրան պետք չէ բարկացնել, որովհետև երբ նա բարկանում է, ուրեմն դու պետք է փախնես։ Դա դրականը, բացասականը։ Խոյերը կարող են բավականին, բացի իմպուլսը, հա, ուժը, նաև կարող են իրենց խելքից միամտությունից տուժվել։ Սա և տղամարդկանց է վերաբերվում, և կանանց, լինել էլի կրակոտ, կրքոտ, բայց այդ էներգիան հենց նրանց տունը կարող է քանդել, ունենալ շատ սիրավեպեր և ամեն մանավանդ տղամարդիկ բադնիկ լինել, մի թիթեռից թռնել մյուս թիթեռի վրա, հա, ոչ մեկին լուրջ չվերաբերվելով, որովհետև տղամարդկանց մոտ էստեղ այլ է, տղամարդկանց մոտ կարող է գիրքը շատ շուտ կորել և նրանք չես կարող նրանց հետաքրքրել, նրանց միշտ պետք է լիցքավորես դու, հետաքրքիր լինես նրանց համար, բրուտալ են, կարող են ցույց տալ, թե ինչպիսի մագնետիզմ ունեն, հա, սա դրական կողմերը, իսկ սխալ կողմերը, որ մեկ-մեկ իրանց միամտության պատճառով կարող են տուժվել, անհիմն հիմար մարդկանց անարժան կարող են օգնել, հա, և պարտքով գումարներ տան։